Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք, մինչ ընդհանուր իրավիճակի նկարագրին վերլուծությանը անցնելը ես մի քանի տեղեկություններ կհաղորդեմ ձեզ, որից հետո նոր կանցնեմ բուն թեմային։ Ուրեմն սկսեցին մինչ մեր ասուլիսը շրջանառվել ստահոդ տեղեկություններ, բացարձակ կեղծիք, հասկանալի է, թե որտեղից այդ կեղծիքը գալիս, ռեժիմը իրեն ենթակա լրատվամիջոցների միջոցով տարածեց տեղեկատվություն, իբրև թե Սասնածռեր խմբավորումը ասուլիսը սկսելու է Սերժիկի բանդային ենթարկվելու, հնազանդվելու և զենքը վայր դնելու հայտարարությամբ։ Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել այդ բանդայից մեր երկիրը ազատագրելու առաքելությամբ։ Այդ առաքելությունը ենթադրում է մեր առաջին քայլը և մեր ժողովրդի ընդվզումը, որը դանդաղորեն դժվարությունները պայմանավորված են, այս դանդաղությունը դժվարությունները պայմանավորված են մի շարք գործոններով, դրանց հետագայում կանդրադառնամ, բայց կարծես թե անշեղորեն աճման պայմաններում։ Նաև լուրեր տարածվեցին, որ ես չեմ հաստատել վերջին երկու ոստիկաններին ազատ արձակելու մասին տեղեկությունը։ Դա նույնպես բացարձակ սուտ է, ես բազմաթիվ հարցազրույցներ եմ հեռախոսով տվել, որոնցում ես հաստատել եմ, որ վերջին երկու ոստիկանները գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը այստեղ լրագրողների համար նախատեսված մամուլի կետը տեղակայելու պահին առանց մամուլի ասուլիսը սկսելու, ինչի մասին մենք նախկինում պայմանավորվել էինք, այսինքն առաջ անցնելով մենք ազատ ենք արձակել այդ երկու վերջին ոստիկաններին։ Այս պահին մեր մոտ ոստիկաններ չկան։ Առհասարակ այդ երևույթի մասին մենք ներս ենք մտել այստեղ առանց որևէ մեկին մեր մոտ պահելու, ինչպես ընդունված է ասել, սովորական դասական դեպքերում պատանդ պահելու նպատակի։ Նման նպատակ մենք չենք ունեցել, ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում։ Եվ փուլ առ փուլ ըստ իրավիճակի մենք բաց ենք թողել, ազատել ենք մեր մոտ գտնվող բոլոր ոստիկաններին, այսօր այդ գործընթացը ավարտվեց։ Որոշակի պահից սկսած մենք հստակեցրեցինք մեր համար, որ ոստիկանների ներկայությունը մեզ մոտ բնականաբար կապ չունի մեր քաղաքական նպատակների, մեր բարձրացրած ապստամբության նպատակների հետ, և մենք այն անջատեցինք գործընթացի ընդհանուր համատեքստից, որ ինքնաբերաբար էր ուղղակի ձևավորվել, և տեղափոխեցինք մարդասիրական համատեքստ և այդ համատեքստում հարցը լուծեցինք։ Միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ ռեժիմը անընդհատ ցանկացել է գրոհով վերցնել այս գնդի տարածքը, բազմաթիվ անգամներ եղել են նախապատրաստական գործողություններ, որոնց չի հաջորդել բուն գործողությունը։ Մենք տեղեկություն ենք ստացած եղել նաև, որ ռուսական ալֆան է այստեղ ժամանել այդ գործողությունը կատարելու նպատակով, սակայն հատուկ տեղեկություն ենք ստացել, թե երբ և ինչպես է այդ օպերացիան իրականացվելու, անգամ թե որտեղից պետք է ներս մտներ, ներս թափանցեր այդ հատուկ ջոկատը 65 հոգանոց, անմիջապես դա հաղորդել ենք մամուլին և ըստ այդմ երևի թե հենց դրանով կանխվել է այդ հատուկ գործողությունը։ Գաղտնիք չէ, որ ոստիկանները որոշակի անվտանգության երաշխիք էին, բայց ոչ ամբողջական երաշխիք։ Այստեղ առաջին օրը զրահամեքենան ուղղակի գնդացրից կրակելով, անկանոն կարելի ասել կրակելով, այստեղ բազմաթիվ մարդիկ էին կանգնած, հարձակվեց ներկա գտնվողների վրա, այս հատվածում կներեք, և վիրավորեց մեր խմբավորման անդամներից մեկին, որից հետո գնդացրորդը չեզոքացվեց։ Այդտեղ կանգնած էին նաև գեներալ, մանրական վնասված ստացավ հրազենային գնդակային և այլևս պիտանի չեղավ իր
իր գործը շարունակելու համար։ Այստեղ կանգնած էին գնդապետ Մովսիսյանը եւ գեներալ Եղիազարյանը, նրանք նույնպես կարող էին զոհվել այդ գնդացրորդի արձակած կրակոցներից։ Այսինքն իրենց համար այլևս որևէ նշանակություն չունեին ոչ գեներալը, ոչ գնդապետը, դա հատուկ սադրանք էր, որը ուղղակի ձախողվեց մերոնց մարտունակության եւ աչալրջության շնորհիվ։ Ես հիմա կասեմ։ Նաեւ տեղեկություններ էին հրապարակվում, որ 30-35 րոպե է տևելու ասուլիսը, չգիտեմ դա որտեղից էին իմացել, ասուլիսը կտևի այնքան, ինչքան մենք երկուստեք կցանկանանք։ Այստեղ առհասարակ Ազատ Հայաստանի մի հատված է, որտեղ մեր կամքը, մեր քաղաքացու կամքը գերիշխում է եւ ըստ այդմ մենք վարվելու։ Հիմա ինչու ենք մենք զինված ապստամբության դիմել եւ ինչ նպատակներ ունենք։ Մենք զենք ենք վերցրել, զինված ապստամբության ենք դիմել, համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս հնարավոր չէ ուրիշ եղանակով հասնել փոփոխությունների։ Մեր գործողությունները միանշանակ կերպով ամբողջությամբ տեղավորվում են իրավունքի եւ սահմանադրականության, տրամաբանության եւ նորմերի պահանջների մեջ եւ մենք գործում ենք իրացնելով այդ սրբազան իրավունքը։ Մենք զենք ենք բարձրացրել կայծ դառնալու համար մեր ժողովրդի ընդվզման։ Ինչպես տեսնում եք, այդ ընդվզումը, ասացի նախորդ խոսքումս, որ դանդաղորեն ձևավորվում է, դանդաղ ընթացքը ընդվզման պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ես կցանկանայի նշել նախ առաջինը ժողովրդի ճնշված վիճակը, անսովորությունը այսպիսի մեթոդներին եւ երկրորդը քաղաքական մանիպուլյատորների գործունեությունը, ովքեր ցանկանում են եւ ռեժիմի կողմից եւ առհասարակ ցանկանում են յուրաքանչյուրը իր հերթին կամ միգուցե համատեղ պլանի համաձայն մարեցնել հերթական ժողովրդական ընդվզումը եւ մեր երկիրը տանել իրենց համար ցանկալի ուղիով, այսինքն դեպի անդունդ։ Այս երկու հանգամանքները կարծում եմ մեր ժողովուրդը նկատի կառնի եւ կամաց կհաղթահարի այս իրավիճակը։ Դրական դինամիկան ակնհայտ է։ Մեր պահանջներն են, մեր հիմնական պահանջներ մենք անմիջապես հայտարարեցինք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է, նրա հրաժարականը եւ ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը։ Մի վարքյան ես ավարտեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ, էլի։ Մենք ուրեմն որպես հիմնական պահանջ ներկայացրել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը եւ այդ ճանապարհին մեր առաջին պահանջը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է եւ մնացած բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում նորօրյա քաղբանտարկյալների, որոնք զանգվածաբար այսօր բռնություններ են ենթարկվում։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա մեր ասուլիսի կազմակերպական խնդիրներին, տեղեկացնեմ ձեզ, որ Կուտոյանի հետ, որ զբաղեցնում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը, մենք հստակ պայմանավորվել ենք, որ մեզ համար անվտանգության երաշխիք համարվող, թեկուզ ոչ լիարժեք, որովհետև մենք հասկացանք, որ ոստիկանների կյանքը, անգամ գեներալի կյանքը նրանց համար ոչ մի արժեք չունի, ոստիկանների առկայությունը որոշ զսպող գործոն է, այդ գործոնը փոխարինենք այստեղ մշտական լրագրողների մամուլի միջոցների ներկայությամբ, այստեղ կստեղծվի մամուլի կետ, լինի շուրջօրյա ինտերնետ կապ եւ ուղիղ հեռարձակում։ Դա էր մեր պայմանավորվածության առանցքը։ Չէր կարող լինել ուրիշ պայմանավորվածություն, դա դետալ չէր, որևէ ածանցյալ երևույթ չէր մեր պայմանավորվածության։ Խոսքը վերաբերում էր անվտանգության մի երաշխիքը մյուսով փոխարինելուն։ Եվ համաձայնություն եղավ այդ պայմաններով սկսելու այս պրոցեսը։ Պայմանավորություն եղավ նաև, որ պրոցեսը կտևի ամենաքիչը 15 օր եւ ամենաշատը 1 ամիս, այսինքն ինչ-որ ողջամիտ ժամանակահատված։ Սակայն այսօր պարզվեց, որ ռեժիմին բնորոշ քրեական մշակույթին համապատասխան հերթական անգամ փորձում են մեզ գցել
եւ ուղիղ կապը չեն ապահովում եւ լրագրողներին թույլ չեն տալիս, որ համակարգիչներով եւ համապատասխան աքսեսուարներով այստեղ մուտք գործեն։ Այդպիսի իրավիճակում մենք պետք է կատարենք միայն մեկ եզրակացություն, որ գրոհի տարբերակը մնում է ուժի մեջ, որ գրոհի տարբերակը հնարավոր է դառնում, իսկ գրոհի պարագայում այստեղ կլինեն բազմատասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր։ Մեր խմբավորման անդամների մեծ մասը մարտական լուրջ փորձ ունեցող լավ զինված մարդիկ են, նրանք տիրապետում են մարտավարական նաև այսպիսի հատուկ գործողությունների իրականացման բոլոր հնարավորություններին եւ լուրջ դիմադրություն է լինելու ու լինելու են բազմաթիվ զոհեր։ Այդ ամեն ինչի մեղավորը բնականաբար լինելու է Սերժ Սարգսյանը իր ռեժիմի հետ միասին։ Մեր պահանջների ամբողջությամբ կատարվելու առումով մենք բնականաբար չենք ունեցել այդպիսի պատկերացում, որ մեկ օրվա մեջ կամ երկու օրվա մեջ այդ պահանջները կկատարվեն։ Մենք նպատակ ենք ունեցել հարուցելու ժողովրդական ընդվզման գործընթաց, որը հիմա սկսվել է եւ դրական դինամիկայով շարունակվում է։ Այսինքն մեր աշխատանքը, մեր ընդվզումը մենք գնահատում ենք բավարար արդյունքի տեսակետից եւ սպասում ենք դրա զարգացմանը։ Մենք նաեւ հայտարարում ենք մեր ժողովրդի ընդվզման միջոցով մեզ հետ միասին։ Մենք նաեւ հայտարարում ենք, որ պետք է փորձ չարվի այլևս ձեռք բարձրացնելու մեր ժողովրդի վրա, հակառակ պարագայում մենք կարող ենք դիմել ակտիվ գործողությունների։ Եթե ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեն, մենք տեղից չենք շարժվի, հանգիստ կմնանք այստեղ, մինչև ժողովրդական շարժումը հասնի իր տրամաբանական ավարտին։ Մենք զենքը վայր չենք դնելու, քանի դեռ ականատես չենք լինելու Հայաստանի Հանրապետությունում արմատական փոփոխությունների իրականացումը։ Ուրեմն ընդվզումը սկսել ենք մենք, ընդվզումը սկսվել է զինված ապստամբության դիմելու մեթոդով, որին պարոն Փաշինյանը եւ բոլոր մնացած երրորդ հանրապետության քաղաքական գործիչները դեմ են եւ ունակ էլ չեն դրան, եւ այսօր պարոն Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից այդ ընդվզումը եւ դրան հաջորդած ժողովրդական սկսվող շարժումը յուրացնելու այդ շարժման ընթացքը եւ արդյունքները անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցուցիչ է, վիրավորական մեր ժողովրդի համար եւ դատապարտելի է։ Հորդորում ենք պարոն Փաշինյանին չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից եւ մասնակցել ժողովրդական ընդվզման գործընթացի ծավալմանը, որպես հմուտ գործիչ։ Ձևավորվում է համակարգող խորհուրդ, պարոն Ենիգոմշյանը ինձ տեղեկացրեց, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ կամ մեկ այլ կարևոր չէ անվանումը, պետք է իրենք բոլոր այն գործիչները, որ համարում են, որ Հայաստանը գտնվում է օրասական վիճակում, որ հասել է այնպիսի պահ, երբ մարդիկ արդեն ստիպված զինված ապստամբություն են բարձրացրել, դա նաև ցուցանիշ է, եւ այդ տրամաբանությամբ ընդվզումը գլխավորելու, ուղղորդելու, անցնցում մինչև իր նպատակի վերջնակետին հասցնելու տրամաբանության մեջ ավարտելու համատեքստում պետք է ձևավորվի համապատասխան քաղաքական մարմին եւ ապահովի այս մեր ես հիմա չեմ ուզում անուններ տալ, ես առաջարկում եմ բոլորին, ովքեր այդ տրամաբանության մեջ պատրաստ են աշխատելու, միանալ այդ գործընթացին եւ չեմ տեսնում այդտեղ անձնական լիդերություն։ Դա ճիշտ չէ։ Այդ բանակցությունները չեն դադարել, բայց այսօրվա արդեն մինչև այսօր եղած վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ ժողովուրդը ընդվզել է, կա դրական դինամիկա եւ process-ը ավելի շուտ ընթանում է մեր նախնական եւ հիմնական պահանջների ուղղությամբ։